Լավ կլինի Եվրամիությունը ասի, թե օրինակ, ընդամենը մի երկու օր առաջ արգելվեց Վալբրիզում հայկական ապրանքատեսակների վաճառքը, դրանց իրացումը Եվրամիությունում են կազմակերպելու։ Հանքային ջրի ու կոնյակի ներկրումը Հայաստանից, որ չեղարկում են, բեռնատարները թեքվելու են Եվրամիություն, եվրոպական շուկան բացվել է հայկական գյուղմթերքի առաջ։ Հայ արտագնա աշխատանքի մեկնողները կարողանալու են մեկնել Եվրամիության անդամ երկրներ։ Ռուսաստանում բնակվող միլիոնավոր հայեր, որ արտաքսվեն, կարողանան գնալ ապրել Եվրամիության անդամ երկրներում, կընդունեն։ Իսկ եթե Ռուսաստանը վիզային ռեժիմ մտցնի Հայաստանի հետ, Եվրամիությունը կհանի վիզային ռեժիմը, իսկ կթողնի, որ վիզա ունեցողները ոչ թե միայն ճամփորդեն, այլ գնան ապրեն։ Ոստիկանությունը հայտնում է, որ վաղը ծանրաբեռնված է լինելու Զվարթնոց օդանավակայան տանող ուղղությունը, երթևեկության սահմանափակումներ կլինեն։ Նրանք վաղը գնալու են։ Իրենք եկան, փոխանցեցին մեզ սրտիկներ, օդային պատշիկներ, սիրեցին մեր փողոցային շներին, մեր սրճարաններում ճաշեցին, մեր փողոցներով վազվզեցին, ընթրեցին։ Հեսա կգնան։ Մենք կմնանք Ռուսաստանի հետ թշնամացած երկիր, որն այնտեղ ունի 3 միլիոն հայ բնակչություն։ Այստեղ էլ իրենից տնտեսապես 80%-ով կախված երկիր։ Մնալու ենք մենք ու մեր խնդիրները, որոնք մեր գլխին ստեղծել են Նիկոլ Փաշինյանը, եվրոպացիներն ու եվրոագենտները։ Վաղը ծառի տակ միրգը փտելիս գյուղացին չի հիշելու Մակրոնի խոսքը, թե Հայաստան մինչ այս ոչ մի երկրի ղեկավար չէր գալիս։ Ու ոչ էլ կհիշի Ուրսուլա ֆոն դեր Լայենի X միկրոբլոգի պատը, որտեղ Արարատի նկարներ։ Հիշելու է, որ տանը ունի սոված ընտանիք։ Եվրոպական ժպիտների այցերի գինը իրենք են վճարելու։ 2 օրով երկիրը սարքեցին իբր աշխարհի կենտրոն, բայց իրականում թիրախ։